Վաղը դեկտեմբերի 9-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Աննայի Աստվածածնով հղության տոնը։ Սուրբ Աստվածածնի մոր հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում։ Այն մեզ է փոխանցվել եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ։ Սուրբ Կույսի ծնողները Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում։ Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը։ Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր աղոթքներն ու խղճաց իրեն, եւ նա խոստանում է զավակին Աստծուն նվիրել։ Նույն այս տեսիլքը երևում է նաեւ Հովակիմին։ Ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն լուսավորված։ Նա էր այն ընտրյալ անոթը, ում Աստված իր առաքինությունների ու արժանինքների շնորհիվ պատվեց լինել Աստծու մայր։ Որպես մայր նա անհանգստացավ, տառապեց իր որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն, քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը։ Նա առաքինի հավատավոր մոր ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է, որին որպես օրինակ պիտի ունենա ամեն մի հայ մայր, ամեն մի հայ աղջիկ, որ պատրաստվում է մայր դառնալ։